Ցեք ձեր հարցը։ Factor TV Արփի Հակոբյան, հունվարի 19-ին հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին, բայց երեկ երեկոյան պարզ դարձավ, որ նա մեկնել է Դավոս համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցելու Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Հայաստանի համար այս հրավերը անակնկալ էր կամ արդյոք Դավոսի համաժողովին մասնակցությունը կարևոր էր միայն կանոնադրությունը ստորագրելու իմաստով, տեղեկություն ունեք, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը եւ եւս մեկ հարցել, արդյոք առողջապահության հանձնաժողովի նախագահ Ռիփսիմե Հունանյանը վարչության հորդորով է որոշել, որ թողնում է պաշտոնը եւ չմասնակցել ընտրություններին 26-ի խորհրդարանական։ Շնորհակալ եմ։ Դավոսի հետ կապված մեզ համար սա կարևոր միջոցառում է, բազմիցս մասնակցել ենք եւ ելի ենք մասնակցելու, վարչապետի օրակարգով է պայմանավորված, թե նա ինչ միջոցառումների կմասնակցի կամ չի մասնակցի, հաշվի առնելով այդ օրակարգում տեղ գտած այլ միջոցառումները եւ դրանց կարեւորությունը։ Ինչ վերաբերվում է Տիկին Հունանյանի վերաբերյալ հարցին, Տիկին Հունանյանը որոշում է կայացրել եւ մենք հարգում ենք իր որոշումը եւ խնդրում ենք ձեզ բոլորին էլ հարգել Տիկին Հունանյանի այդ որոշումը։ Եթե կարճ լրացումա կարճելի։ Մի հարցել ազատության գործընկերներից են խնդրել տալ, եթե դեմ չեք ուղիղ մեջ բերեմ իրենց հարցը։ Տիկին Ղազարյան, ձեզ են հարցնում, ինչ որ կասկած ունեք, որ մայրաթոռը եկեղեցիներն այլ անձանց է հանձնելու, որ նման օրենք եք գրել, օրինակներ բերեք ձեր կասկածը հիմնավորող մեջբերման ավարտը։ Շնորհակալ եմ հարցի համար, մենք այդ հարցը շատ մանրամասն քննարկենք ազգային ժողովի ակումբի նիստում, հույս ունեի, որ հետևած կլինեք, բայց մի քանի պատմությամբ է հիմնավորվում այս թեման։ Նախ եկեք արձանագրենք, որ հուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի անկախ նրանից, թե կան այդ պահին կասկածներ, թե ոչ։ Երկրորդ, մենք գիտենք, մամուլում կան հրապարակումներ, ես հիմա եկեղեցու փաստացի իրավական ներկայացուցիչի ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար անունները եւ հասցեները չեմ տա, բայց կան հրապարակումներ, որ Կտրուչ Ներսիսյանը իր թորներին օրինակ եկեղեցու գույքից բնակարան է չհերկված, ընդ որում կարա հերքի եւ այն մարդիկ, ովքեր դա հրապարակել են, միգուցե հրապարակային խոսեն այդ մասին եւ նաեւ հոգեվոր խորհրդի ներկայացուցիչներ են այդ մասին պատմել, որ եկեղեցու գույքից օտարվել են, նվիրվել են, սեփականաշնորհվել են իր ընտանիքի անդամներին։ Այս նախադասության մեջ իհարկե ամեն ինչն է աբսուրդ, սկսած այդ նրա ամբողջ նախադասությունը, հա, կաթողիկոսը իր թորներին նվիրել է եկեղեցու գույքը, այս նախադասությունը ծայրից ծայր աբսուրդ է, բայց հիմա այդ իրողության մեջ ենք ապրում։ Ինչ վերաբերում է մշակութային արժեքների նկատմամբ վերաբերմունքին, հենց ազատության մեր գործընկերներին տված, ձեր գործընկերներին տված հարցազրույցում Ասողիկ քահանան, որ այդ պահին ներկայացնում է եկեղեցուն իրավաբանորեն, ասում է, որ իրենք Գեղարդից մի փշրանք, մասունք նվիրել են Ռուսաստանի եկեղեցուն, թեմի առաջնորդին, ռուս ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդին, դրան եթե գումարենք նաև այն քաղաքական հորդորները, որոնք տեղի են ունենում, այսինքն մշակութային արժեքներ նվիրելու պրակտիկա էլ կա, ընծայաբերելու, եթե կարելի է այդ բառերը, ճշգրիտ բառերով նկարագրել, հա, կանոնադրական, ընդ որում նվիրելու եւ ընծայաբերելու իմաստով, իրավական իմաստով այդտեղ ոչ մի տարբերություն չկա, այդ սեփականության օտարման հարց է առաջանում։ Դրան եթե գումարենք նաև այն խոսույթը վերջին 8 ամիսների, որ գեներացվում է իր քաղաքական այս պահին կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում, այսինքն տեղափոխել մայրաթոռի նստավայրը եւ Ռուսաստանից կառավարել, որևէ կերպ չի կարող բացառվել, ընդ որում չի միջամտել, հա, եկեղեցին խորհուրդը, հոգևոր խորհուրդը ասի դադարեցրեք, Հայաստանն է այն վայրը, կենտրոնը հոգևոր, որտեղից մենք պետք է շարունակենք հոգևոր գործունեություն ծավալել, այսինքն այլ ավելի թեժացրել է այդ խոսակցությունները, ոչ որևէ կերպ չի բացառվում, որ օրինակ մեկ այլ հոգևոր թեմի ներկայացուցիչի ծննդյան կապակցությամբ կարող են օտարվել եկեղեցու գույքերը, ընդ որում ես չեմ ասում, որ ինքը կվաճառի օրինակ Տաշիր գրուպին մայրաթոռը։ Սա
բնականաբար աբսուրդ է։ Ես ասում եմ, որ հնարավոր է այս ամբողջ խոսակցությունների, հա, քաղաքական հակամարտության, քանի որ եկեղեցին ներգրավել է քաղաքականության մեջ եւ տրամաբանական բաները, քաղաքական իմաստով տրամաբանական բաներ է անում, որը վնասում է եկեղեցուն, ինքը կարող է օրինակ տեղափոխվել նոր Նախիջևանի թեմ եւ օրինակ նոր Նախիջևանի թեմի վրա գույքը գրանցել, ինչը հիմնավորվում է նաեւ նրանով, որ այս նախագծի քննարկումից հետո բազմաթիվ քահանաներ միջնորդավորված եւ ուղիղ հրապարակային եւ ոչ հրապարակային կապվել են ինձ հետ եւ առաջարկել են մյուս գույքերն էլ ներառել այդտեղ եւ ասել են, որ իրենք նույնպես այդ խոսակցությունները լսել են եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա այն մասով արդյոք ինչպես է հիմնավորվում, բայց նույնիսկ եթե որևէ հիմնավորում չլինի, պետության պոզիտիվ պարտավորությունն է, ընդ որում բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով պաշտպանել իր տարածքում գտնվող կրոնական հուշարձանները, կան երկրներ եւ առաջադեմ երկրներ, ժողովրդավար երկրներ, աշխարհի երկրների մեծամասնությունը, ովքեր որևէ կերպ ուրիշ որևէ կազմակերպության սեփականության իրավունք չեն տալիս։ Ասենք օրինակ Հունաստանում եկեղեցիները բացի պետությունից սեփականության իրավունքով որևէ մեկին պատկանելու իրավունք չունեն։ Եվ այդպես երկրները շատ են։ Հետևաբար դա առաջադեմ միջազգային պրակտիկա է, որը մենք կարծում ենք Հայաստանն է պետքա որդեգրի։ Իհարկե հիմա ընդհանրակարգային իրավական խոչընդոտներ կան, բայց դա ավելի տրամաբանական է, որովհետև այդ եկեղեցիները պատկանում են հայ ժողովրդին, դա հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է։ Շնորհակալություն, մեր ժամանակը սպառվեց։